Տասնամյակներ շարունակ հրեաների հոլոքոստը խաղաքարտ դարձրած Իսրայելը նոր է հիշել, որ կարելի է հանուն պատմական արդարության ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Հրեական պետության արտգործնախարար Գեդեոն Սաարը պատրաստվում է կառավարության առաջիկա նիստում ներկայացնել ցեղասպանության ճանաչման մասին նախագիծ, որը հավանություն ստանալուց հետո կուղարկվի Քնեսեթ։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը բարոյական ու պատմական պարտականություն է։ Մենք պետք է խստիվ դատապարտենք պատմական այս փաստի ժխտումը, մեղմացումն ու աղավաղումը։ Ինչպես է ստացվել, որ հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական ու պատմական պարտականության մասին հոլոքոստ տեսած հրեաների պետությունը հիմա է հիշում, այն ժամանակ միայն, երբ շատ են լարվել հարաբերությունները տարածաշրջանային մրցակից Թուրքիայի հետ։ Հարցը թերևս ռետորական է։ Ինքը ընդամենը միջոց է իրենց արտաքին քաղաքականության համար, որով է լուրջ պայմաններ Իսրայելի հասարակության մեջ չեն հասունացել, որպեսզի իրենք ի վերջո ճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանության թեման ժամանակ առ ժամանակ ակտիվացել է Իսրայելում, հիմնականում Քնեսեթի падգամավորների մակարդակում, բայց այդպես էլ բանը պաշտոնական ճանաչման չի հասել։ Ավելին, երբ ճանաչման թեման արծարծվել է օրենսդիր մարմնում, Նեթանյահուի կառավարությունն ընթացք չի տվել Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար։ Չճանաչելու մեկ այլ դրդապատճառ է միշտ ունեցել Իսրայելը՝ հրեաների հոլոքոստի բացառիկության թեզը կասկածի տակ չդնելը։ Հիմա սակայն իրավիճակն այլ է։ Էրդողանը պաղեստինցիների պաշտպանի դիրքերից հանդես գալով փորձում է մեծացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, Նեթանյահուին էլ ցեղասպանություն անելու մեջ մեղադրում։ Սրան հակազդելու համար են հիմա Իսրայելում առաջ քաշել ցեղասպանության ճանաչման հարցը, ցույց տալու համար, թե Թուրքիան բարոյական իրավունք չունի խոսել այդ հարցից, ասում է իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։ Սա միայն Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վրա չի ազդելու, եթե այս հարցը առաջ մղվի, այլ Իսրայել-Ադրբեջան, որովհետև այս վերջի 10 տարվա ընթացքում ավել դա Ադրբեջանն էր, որը բլոկում էր այս հարցը Իսրայելի օրակարգում։ Թվում է պատմության ընթացքում նույն ճակատագրին արժանացած ցեղասպանության միջով անցած հրեաները պետք է առաջիններից մեկը ճանաչեին ժամանակակից պատմության մեջ իրականացված առաջին ցեղասպանությունը, սակայն որքան էլ ցավալի լինի այդ փաստը, գնում են այդ քայլին միայն այն ժամանակ, երբ իրենց շահերն են դա թելադրում։ Ուզենք թե ոչ, հայոց ցեղասպանության թեման միշտ էլ այլ պետություններ օգտագործելու են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, ասում է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանն ու ընդգծում, որքան էլ այս հարցի իբրև խաղակարդ օգտագործվելը տհաճություն պատճառի մեզ, պետք է պրագմատիկ մոտենալ հարցին ու առավելագույնը քաղել։ Եթե ինչ-որ մի պետության այսօրվա արտաքին քաղաքական հաշվարկը համընկնում է մեր ցանկության, մեր երկարատև ռազմավարությանը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ռազմավարությունը, ինչու ոչ։ Որ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության թեման առաջ բերելը բացարձակ կապ չունի հումանիստական նկատառումների հետ, պարզից էլ պարզ է, թեկուզ միայն այն պատճառով, որ վերջին տարիներին հենց Նեթանյահուի կառավարության հրամանով են ցեղասպանության ենթարկվում Գազայի պաղեստինցիները։ Թուրքիան էլ նույն կերպ իրենց ցեղասպանության ենթարկվողների պաշտպան է հռչակել, ինքը ցեղասպանության վրա կառուցված պետություն լինելով։ Սա իհարկե մենք կարող ենք ընդունենք որպես այսպես ցինիզմի, չգիտեմ, պատեհապաշտության ինչ-որ դրսևորումներ, բայց ցավոք սրտի քաղաքականությունը այդպեսին է եւ ցավոք սրտի քաղաքական գործիչները կարող են ասել մի բան, հանրայինորեն հռչակել մի բան, բայց իրենք ինքներս ներգրաված լինեն այդ հանցագործության իրականացման։ Մինչ այլ պետություններ թեկուզ իրենց շահերի համար միայն հայոց ցեղասպանության ճանաչման մասին են խոսում, Հայաստանի իշխանությունը փակել է այդ թեման։ Փաշինյանն ու արտգործնախարար Միրզոյանը բազմիցս են ասել, որ դա այլևս առաջնահերթություն չէ իրենց համար։ Ավելին, պնդում են, թե դրա մասին խոսելը գրգռում է Թուրքիային եւ խոչընդոտ ստեղծում հարաբերությունների կարգավորման համար։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը չի բացառում, որ Էրդողանը սա վահան է դարձնելու իր ձեռքին, լռեցնելու իր առաջ ցեղասպանության հարցը դնողներին։ Ես չեմ բացառում, որ Թուրքիան իր բացասական գնահատականի շրջանակներում հիշատակի այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջև տեղի ունեցող գործընթացները ակնարկելով, որ անգամ Հայաստանը ներկայումս պահանջատեր չէ հայոց ցեղասպանության հարցում, ինչու են այլ պետությունները այդ մասին խոսում։ Ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանն Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնության վերաբերյալ։ Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը մեր հարցմանն ի պատասխան արձագանքեց, որ մեկնաբանությամբ հանդես կգան ըստ անհրաժեշտության։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը չի բացառում, որ Փաշինյանը հարկ եղած դեպքում կարող է օգնության հասնել Էրդողանին այս հարցում։ Միգուցե մենք ականատես լինենք, եթե այս հարցը շատ ծավալվի, թե ինչպես են Հայաստանի ներկայիս իշխանությունները ջանքեր գործադրելու
ցույց տալու, որ իրենք Իսրայելի այդ քայլերի հետ այդքան էլ համաձայն չեն։ Ինչը հերթական անգամ մեծ հիասթափություն է առաջացնելու հայկական հանրության մեջ։ Ցեղասպանագետն այդուհանդերձ չի կարծում, թե Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումը, եթե դա ի վերջո տեղի ունենա, ցնցումներ կառաջացնի Թուրքիայի հետ հարաբերություններում։ Երկուսն էլ շատ լավ հասկանում են, որ տարածաշրջանում իրենք իրար այսպես ամուր դաշնակիցներ են եւ այսպես բարբերաբար հարաբերությունների սրումը մեծ ռազմավարության, մեծ ստրատեգիական այսպես ռազմավարական դաշինքին չպետք է խանգարեն։ Եթե ամեն դեպքում ցեղասպանության ճանաչման օրինագիծն ընդունվի, Թուրքիան մի քանի ճակատով կարող է պատասխան հարված հասցնել Իսրայելին, ասում է Մելքոնյանը։ Մի տարբերակն է դրդել Սիրիայի նախագահին օգնել Հեզբոլլահին, մյուսը սեպ խրել Ադրբեջանի եւ Իսրայելի միջև։ Իսկ այս հարցերում Թուրքիայի շահը համընկնում է Իրանի ցանկությունների հետ։